Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ներկայացնել պաշտոնավարման ընթացքում իր կատարած ծախսերը։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանից ուզում եմ հայտարարեմ, ինքը պատրաստ է առաջինը անցնել այս ստուգումը։ Թող փորձեն գտնեն որևէ անհավատացություն իր եկամուտների եւ ունեցվածքների միջև։ Չեն գտնի։ Քրեական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է պատասխանատվություն, երբ պաշտոնատար անձը չի հիմնավորում իր եկամուտները։ Ապօրինի հարստացման քրեականացումը ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունիսի 1-ից։ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ այն հետադարձ ուժ պետք է ունենա եւ տարածվի բոլոր բարձր պաշտոնների վրա։ Բարձր պաշտոնատար անձինք դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ են քշում, դաչաներ ունեն, չգիտեմ ինչ հարստություններ ունեն, ունեցվածքներ արտասահմանում, բայց իրենք ամբողջ կյանքում նրանք ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձներ։ ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրի ամենակարևոր քայլերից մեկը համարելու է հենց ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը։ Ուզում եմ հավատալ, որ հակասահմանադրական դրույթով չեք կառուցի ձեր նախընտրական քարոզարշավը։ ՕԵԿ խմբակցության ղեկավարը ազգային ժողովի քննարկմանը հետաքրքրվեց, թե հայաստանցի մեծահարուստներին որտեղից այդքան գումար։ Այդ պապաներն են այտենց միլիոնատեր եղել, որ մենք այսքան տարվա այս երկրի մարդենք չենք ճանաչել իրանց պապաներին։ Թրիքից էյան բան չէին տեսել իրանց պապաները։ Պատին ծեփում էին, որ հաց թխեին ուտեն, հիմա իրանց երեխեքը միլիարդատերեր են, միլիոնատեր չեն։ Պատգամավորները թեև ողջունում են նախագիծը, բայց միևնույն ժամանակ մտավախություն ունեն, որ այն կարող է դառնալ հերթական չգործող օրենքը։